Այսօրվա թեմայից մի փոքր շեղվեմ, ուզում եմ դուք ձեր կարծիքը հայտնեք, հա, եվրոպական միջազգային ատյաններից հայցերի հետ, կանչման հետ կապված։ Ճիշտ է, հիմա այս պահին այդքան ակտիվ չեն խոսում, բայց պարբերաբար ակտիվանում է այդ թեման։ Նկատենք, որ դա այսօրվա թեման չի, բայց ընդհանուր ասեմ, այո, դա ազդել է իհարկե լրջորեն ազդել է Հայաստանի, այսինքն Արցախյան բնակիչների ովքեր բռնի տեղավորվել են նրանց իրավական պաշտպանության վրա։ Դրա համար մասնավոր խմբերի արդեն նպատակը պետք է լինի, որքան հնարավոր է շատ անհատական գանգատներ ուղարկել եվրոպական դատարան, որովհետև վստահ չեմ, որ այս խաղաղության պայմանագրում իրավական պաշտպանության արդյունավետ, չեմ ասում, մեխանիզմներ, նույնիսկ սկզբունքներ սահմանված լինեն։ Այդ դեպքում արդեն լրջորեն հարց կբարձրանա այդ պայմանագրի սահմանադրականության հարցի վերաբերյալ, բայց առաջ չընկնենք դեռ։ Բոլոր դեպքերում հիմա մեր խնդիրն է, որքան հնարավոր է շատ անհատական գանգատներ ուղարկել, ոչ միայն եվրոպական դատարան, այլև միջազգային տարբեր տրիբունալներ, որտեղ իմ կարծիքով Արցախի բնակիչները բռնի տեղանված կմնան առանց իրավական պաշտպանության, եթե հույսը դնեն միայն խաղաղության պայմանագրի վրա։ Եվ այսօրվա թեմայը Պաղազարյան ապօրինի գույքի բռնագազման հետ կապված այսօրվա դեսը որոշումը բավական ընդարձակ է, դեռ պետք է լավ ուսումնասիրել դա, բայց ամենաշատը որ ինձ հուզում է, որ վաղուց արդեն շփվում եմ եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ, որը նույնպես խիստ հակասական է, զարգացող է, որովհետև այդ թեման ընդհանրապես գլոբալ տիրույթում անդադ զարգանում է, սկսած 90-ականներից։ Մեր մոտ իմ կարծիքով ամենամեծ խնդիրը երկուսը կնշեմ, մեկը օրենքի չափազանց երկար հետադարձելությունն է, մինչև 91 թվականը, եւ երկրորդ խնդիրը, որ քրեական գործի հետ զուգամիտում, երբ որ լինում է, այստեղ արդեն երբեմն քաղաքդատավարությունը կարելի է կոնկրետ գործով, կոնկրետ հանգամանքներում համարել որպես քողարկված քրեական հետապնդում, որը նույնպես միեդը բավականին լավ շոշափում է, բայց սադան շատ մակերեսային թռուցիկ կերպով է այդ խնդրին անդրադարձել, այդ թվում նաև հետադարձելիություն է, հիմնականում նշելով, որ ինչ-ինչ պատճառներով կաշկանդված է վերացական վերանայման այս վարույթի շրջանակներում, խորությամբ անդրադառնալու, բայց ես կցանկանայի այդ թեման սադան շատ մանրամասն ոչ միայն անդրադառնալը, պարամետրեր, օրենսդրի համար սահմաններ, սկզբունքներ, թե եթե հետադարձելիության սահմանագծի, ապա ինչ սկզբունքներով դա պետք է արվի։ Բնականաբար մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների մասն է այստեղ խոսքը։ Ավելի մանրամասն արդեն կա։ Իսկ գնահատմամբ օրենքը թերի է, շատ թերի է, հակասահմանադրական չեմ համարձակվում բան ասել, արդեն սդն ասել է, բայց շատ թերի է, բայց դա միայն Հայաստանի խնդիր չէ, դա գլոբալ խնդիր, զարգացող իրավունք է, որովհետև հանրային գլոբալ շահը անընդհատ ավելի ճնշող է դառնում, այն է կազմակերպված հանցավորության, անդերսահմանային հանցավորության դեմ պայքարը, մանավանդ տրաֆիկինգ, փողերի լվացում, եւ նման օրենքները տարբեր երկրներում շատ դժվար են մերվում համակերպվում մարդու իրավունքների հետ։ Իրավունքի տարբեր ճյուղերի հետ համակերպվում են, ասենք կոռուպցիայի կանխարգելման, տրաֆիկինգի դեմ պայքարի, սովորական քրեական իրավունքի դեմ, բայց մարդու իրավունքների դեմ շատ դժվար է համակերպվում մարդկանց եւ մենք դա տեսնում ենք հենց թեկուզ եվրոպական դատարանի շատ հակասական նախադեպային իրավունքից։ Իսկ օրենքը մշակելիս որ երկրի փոխն ընդհանրապես ես չգիտեմ, չեմ հիմնականում այնտեղ հայեցակարգում այնտեղ վրացական գործը կար Գոգիտիցեի գործի վրա, բայց այսօրվա պայմաններում Գոգիտիցեն արդեն հնացած է 15 թվականի գործ է, որովհետեւ արդեն բուլղարական գործերն են այսօր արդեն տոն տալիս 21-23 թվականը, որում նույնպես տեսնում ենք, որ միեդը որոշակիորեն իր զարգացնում է իր նախադեպային իրավունքը, բայց միևնույն ամենակարևոր հարցը չի կարողանում լուծել, դա բախում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների հետ, բայց սա կրկնում եմ միայն միեդե խնդիր, սա գլոբալ խնդիր է։